Արդեն մի քանի օր է Ծափաթաղ գյուղում անհետ կորել է 3-ամյա Տիգրան Հովհաննեսովը։ Մի քանի օր է նրան փնտրում են փրկարարները, ոստիկանները, կամավորները։ Այս օրերի ընթացքում տարբեր վարկածներ են հնչում, թե ուր կարող է լինել երեխան, ով կարող է նրան տարած լինել, կամ միգուցե գայլերն են նրան հոշոտել։ Այս տարբեր վարկածները եւ համացանցում են շրջանառվում եւ Ծափաթաղում։ Արմրու լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ եւ առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաեւ, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է, նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի եւ պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։ Այսօր հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյան ժամը 06:00-ից վերսկսել են նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղը ժամանել ներքին գործերի նախարարի տեղակալ ՓԾՏ-տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, իսկ որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջ փրկարարներ ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու ջոկատներից, Երևանի ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի եւ փրկարարական ուժերի վարչության փրկարարներ ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի քաղաքապետարաններից ժամանած մեծ թվով աշխատակիցներ քաղաքապետերի գլխավորությամբ, ՀՀՆԿ ոստիկանության Սևանի, ճամբարակի, Վարդենիսի բաժինների համայնքային ոստիկաններ բաժնի պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլյանի, գումարտակի հրամանատար Աղասի Ղաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ Ողջ գիշեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները, վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց ընդմիջման ողջ գիշեր եւ մինչ այս պահը աշխատում են նաև ոստիկանության եւ փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասի բազմաթիվ ծառայողներ։ Մինչ այս պահը երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական տեղեկություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները բաժանված են մի քանի խմբերի, որոնք առանձին ղեկավարում են ՓԾՏ-տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը, փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգյանը։ Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին առեղծվածային դեպքեր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։ Գյուղեին ժամանել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատներից մեծ թվով փրկարարներ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության պարեկային ծառայության, Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի 30-ից ավելի պարեկներ, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի եւ վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամեր շարունակ փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել, ողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում ու հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն երեխային։ Ահազանգից մի քանի ժամ առաջ է կորել ու ծնողները, երբ տեսել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911։ Երեխան 3-ամյա Տիգրան Հովհաննեսովն է, իսկ ծնողները նրան փնտրում են հոկտեմբերի 27-ին ժամը 15:30-ից։ Հավելենք նաև,
որ ընտանիքի անդամները լրագրողների հետ զրույցում պատմել են, թե ինչպես է եղել դեպքը։ Երեկոյամյա Տիգրանի մայրը լրագրողների հետ զրույցում խոսել է, պատմելով, որ երեխային տեսել է ցերեկը ժամը 13:00-ի հատվածում։ Մայրիկին հարց են եղել, թե ով է առհասարակ զբաղվել երեխայի խնամքով, նա նշել է, որ երեխայի խնամքով հիմնականում զբաղվում էր իր ամուսնու քույրը, քանի որ ինքն աշխատում էր։ Հավելենք նաև, որ երեխայի մայրը լրագրողների հետ զրույցում չի կարողանում թաքցնել իր հուզմունքը և արտասվում է, նշելով, որ իր երեխան չէր կարող հեռու գնացած լինել։ Մայրը հավելել է, որ դեռևս որևէ տեղեկություն չկա։ Հավելենք նաև, որ եղբայրը ևս լրագրողների հետ զրույցում խոսել էր, պատմելով դեպքի մասին։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու եղբայրները գնացել են Մոստիտակով, հետ վերադառնալիս եղբայրներից մեկը չի եկել, մյուսը վերադարձել է տուն առանց նրա։ Թե իրականում ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ փոքրիկ երեխան տուն չգար, դժվար է ասել։ Այն հարցին, թե արդյոք եղբայրներից մյուսը հայտնել է, թե ինչու իր եղբայրն իր հետ տուն չի եկել, մեծ եղբայրը նշել է, որ տվյալ երեխան չի կարողանում խոսել։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք։ Գեղարքունիքի մարզի Ծափադաղ գյուղում 3-ամյա երեխա է կորել, ինչպես Օրագիր Նյուզին են պատմել կորած երեխայի ընտանիքի հարևանները։ 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել։ Հարևաններից մեկն անանուն մնալու պայմանով պատմել է, որ երեխան կորել է նախորդին մանկապարտեզից վերադառնալուց հետո։ Ըստ նրա, ընտանիքում 5 երեխա կա։ Հայրը շատ խելոք մարդ է, բայց մայրն անընդհատ երեխեքին ծեծում է, եղել ա, որ երեխեքին կապտուկներով ենք տեսել, պատմել է հարևանը։ Նրա խոսքով մայրն աշխատում է տեղի ռեստորաններից մեկում որպես հավաքարար։ Մորն իրիկունը ոստիկանները քաղմաս են տարել, չգիտեմ, խոսակցություններ կան, որ կարող է հենց մոր մատնել խառը լինի երեխու կորելու մեջ, պատմել է համագյուղացին։ Գյուղացիները նշել են, որ մայրը երեխաներին անուշադրության է մատնել, երեխաները միշտ եղել են կեղտոտ հագուստով, սոված, այդ պատճառով են, ինչպես պատմել է աղբյուրը, հնարավոր է երեխաներին տեղափոխեն մանկատուն։ Հավելենք նաև, որ երեկոյան հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափադաղ գյուղում 3-ամյա երեխա է կորել։ Հավելենք նաև, որ նմանատիպ դեպքերը վերջին շրջանում Հայաստանում շատ են տեղի ունենում, ինչպես օրեր առաջ էլ հայտնեցինք, ամիսներ առաջ կորած այնուհետև գետում գտնված փոքրիկ Տիգրանի հայրն էր մահացել։ Պասաֆարյանը Facebook-յան էջում գրում է. համացանցում սգում են Մարմարիկում կորած եւ ապա ջրախեղտ եղած 2-ամյա Տիգրանի հոր Նորայրի մահը։ Մարդկանց սգալու անկեղծության մեջ չեմ կասկածում, միանում եմ բոլոր ցավակցական խոսքերին, աղոթքներին, բայց հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ հազարներով մարդիկ առանց գիտակցելու սեփական խոսքի հնարավոր ազդեցությունը հենց այս ընտանիքի անդամների համար քննարկումներում երբեմն անկաշկանդ ու սուր քննադատության էին ենթարկվում նաև ծնողները, որ ուշադիր չեն եղել երեխայի նկատմամբ։ Տեղից էլ տղամարդու վիճակը ծանրագույն էր, երեխայի անհետանալուց րոպեներ առաջ վերջին տեսնողը նա էր եղել։ Ինչ գիտենք, թե նրանց տան պատերի ներսում ով եւ ում է մեղադրել, որ ուշադիր չի եղել։ Ինչ գիտենք, թե Facebook-յան մեկնաբանություններով գրված այդ հանդիմանանքներն ինչպես են սնուցել այդ ամենը։ Չեմ պնդում, թե սնուցել են, չեմ էլ կարող բացառել, որ ծնողները կարդացած լինեն ու իրենց կամ միմյանց մեղադրած լինեն, ով գիտե։ Նրանք էլ մեր նման մարդիկ էին, միգուցե գնացված սոցիալական ցանցերում ու փորձում էին անգամ սոցիալական ցանցերում կամ տեղեկություն գտնել, թե որտեղ փնտրեն երեխային կամ մխիթարանքի ու զորակցության խոսքեր լսեն։ Երկու բան ակնհայտ է. 1. Հայրը հոգեպես անասելի տառապել է ողբերգությունից ու չդիմացավ տառապանքներին, եւ 2. Բոլորը պետք է գերագույնս զգույշ լինեն իրենց ամեն բառի հանդեպ, մանավանդ որ այս օրերին բոլորը միմյանց հրախոխող են անում քրիստոնեական հավատքի, Աստծո համար։ Մի քիչ քրիստոնյա եղեք, գրել է Ստյոպա Սաֆարյանը։ Հավելենք նաև, որ երեկ հայտնի էր դարձել, որ Մարմարիկում անհետ կորած ապա ջրախեղտ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը մահացել է։ Մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց հենց Մարմարիկ գետում։ Մարմարիկ գյուղից հրապարակին հայտնել են, որ երիտասարդ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է։ Տեղացիները պատմել են, որ տղամարդը երեխայի մահվանից հետո ծանր առողջական վիճակում է հայտնվել։ Պարբերաբար բարձր ճնշում է ունեցել, իսկ ժամեր առաջ հերթական բարձր ճնշման արդյունքում ինֆարկտից մահացել է։